Ընտրության իրավունքը կվերապահվի ընտրյալներին։ Մի խումբ իշխանական պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որը վերաբերում է ընտրություններին քաղաքացիների մասնակցության իրավունքին։ Մասնավորապես, այս փոփոխություններով ենթադրվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք տալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն անձանց, որոնք ընտրություններին նախորդած 1 տարվա ընթացքում 6 ամիս, ավելի ստույգ 183 օր բնակվել են Հայաստանում։ Ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են այդ պետության որոշումների ազդեցության տիրույթում։ Այս իմաստով, թեև քաղաքացիությունը ելակետային է ժողովրդաիշխանության իրացման համար, սակայն անհրաժեշտ է ապահովել նաև մասնակցային ժողովրդավարության բովանդակային կողմը, այսինքն ընտրողի բավարար կապը պետության հետ։ Ավելին, քաղաքացիությունը չի դրսևորվում միայն որպես իրավական պատկանելություն։ Մասնավորապես, քաղաքացիությունը ոչ թե սոսկ իրավական կապ է պետության հետ, այլ նաև պատկանելություն և մասնակցություն այդ պետության քաղաքական կյանքին և իր շահերը շոշափող համապատասխան որոշումների կայացմանը։ Պարզ ասած, իշխանական պատգամավորներն առաջարկում են ընտրության իրավունքից օգտվելու հնարավորություն տալ միայն այն քաղաքացիներին, որոնք նրանց կարծիքով ընտրություններին մասնակցության հետևանքները զգալու են իրենց մաշկի վրա։ Ճիշտ է, չի բացատրվում, թե 6 ամսվա փոխարեն, ասենք 5 ամիս երկրում անցկացրած մարդն ինչու իր ընտրության ազդեցությունը պիտի չզգա իր մաշկի վրա։ Ժողովրդաիշխանության իրացման առանցքային եղանակներին մասնակցությունը օբյեկտիվորեն առավել արդարացված կարող է լինել այն քաղաքացու համար, ում համար տվյալ պետությունը հանդես է գալիս որպես հիմնական շահերի կենտրոն, դրան համապատասխան հետևանքներով հանդերձ։ Քաղաքացին ոչ միայն մասնակցում է հանրային իշխանության ձևավորմանը, այլև ստանձնում է այդ իշխանության գործունեության հետևանքները կրելու պատրաստակամություն, ներգրավվելով այդ իշխանության նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությանը։ 6 ամիս ընտրությունից առաջ գտնվելը դեռ չի երաշխավորում, որ ընտրությունից հետո շարունակես ապրել այդ երկրում։ Սա ակնհայտ անհամաչափ սահմանափակում է ընտրության իրավունքին, որը չի համապատասխանում ոչ մեր սահմանադրությանը, ոչ էլ միջազգային ստանդարտներին։ Շատ երկրներում անգամ երկրում չապրող քաղաքացիները ունեն ընտրելու իրավունք։ Օրինագիծն այս չի դրվել հանրային քննարկման և չի ուսումնասիրվել աշխարհում այս ոլորտում ընդունված փորձը, նշում են իրավապաշտպանները։ Սա մարդու իրավունքի էական սահմանափակում է, որը հապճեպ ընդունել չի կարելի։ Դրա համար անհրաժեշտ է հանրային կոնսենսուս։ Նմանատիպ ցենզեր լինում են, օրինակ, տեղական ընտրությունների համատեքստում, համայնքային, այնտեղ կա տրամաբանություն, որ դու պետք է համայնքում ապրես ու դրա համար իրավունք ստանաս ընտրելու, թե այդ համայնքը ով է ղեկավարելու։ Ու դա միջազգային կրկին միջազգային տենց լավ պրակտիկաների տեսանկյունից ընդունելի մոտեցում է։ Մեծ հաշվով պարզ չէ, թե ինչու 6 ամիս, որտեղից է վստահությունը, որ ավելի երկար ժամանակ երկրից բացակայած մարդն իր վրա չի կրում իր ընտրության պատասխանատվությունը կամ հետևանքը, որտեղից է մտայնությունը, որ հեռավորության պատճառով տեղյակ չէ երկրում քաղաքական օրակարգերից եւ այլն։ Հայաստանում պարբերաբար լինում են արտահերթ ընտրություններ նաեւ։ Այսինքն անգամ դա մարդիկ չեն կարող պլանավորել եւ երաշխավորել, որ Հայաստանում կլինեն, եթե ուզում են անպայման մասնակցեն ընտրություններին։ Էլ չասենք, որ Հայաստանից կարող են մարդիկ բացակայել ինչ որ ժամկետով, հարգելի պատճառներով, լինի դա ուսման կամ աշխատանքի բերումով, բայց սա չի նշանակում, որ իրենք չեն վճարում հարկեր երկրում, չեն ուզում ապագան որոշեն եւ այլն։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կարգավորումները մենք փորձում ենք ընդունել որպես չափանիշ, իսկ այդ երկրներում նման որևէ օրենք եւ սահմանափակում գոյություն չունի, նշում են փորձագետները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։